Առաջինը վերաբերում է անցնող քարորիայի օրերին, անհետ կորած մեր հայրենակիցների, հարազատների, ընտանիքի անդամների, տարբեր գործիչների եւ հասարակական կազմակերպությունների խորհրդարանում հանդիպումներին։ Գիտեք, գլխավոր պահանջը, որը ձևակերպել է, հետեւյալն է. մարդիկ պահանջում են հանրայնացնել 44-օրյա պատերազմի զեկույցը։ Այս թեմային գնահատական եւ մեկնաբանություններ տալու համար մի փոքր պետք է խորքից գալ։ Իհարկե, ես առիթ ունեցել եմ ոչ միայն վերջին օրերին, այլ նաեւ հետպատերազմյան ողջ ժամանակահատվածում տարբեր առիթներով անառիթ զրուցելու պատերազմի հետևանքով եւ նահատակված եւ անհետ կորած վիրավորված մեծ թվով անձանց հարազատների հետ, բայց թեմայի հետ կապված էությունը կարծում եմ շատ ավելի հստակ է։ Պատերազմի ավարտից հետո, երբ որ հատկապես էմոցիոնալ ֆոնը բավականին բարձր էր, իշխանությունները մարդկանց խոստացել են զեկույցի միջոցով արձագանքել եւ նշել հստակորեն մեղավորներին, պատերազմի պատասխանատուներին, պատերազմական տարբեր դրվագների հետ կապված տալ հստակ գնահատականներ։ Դրվագները առաջին հերթին վերաբերում են բոլորային իրավիճակներին, որոնք կապված են մարդկանց նահատակություններին, գերեվարման դեպքերին, անհետ կորելու հանգամանքներին եւ այլն։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ այդ զեկույցը պատրաստվել է, դրա իրավական վիճակի հետ կապված, գիտեք, նույնիսկ իշխանության ներսում է բավականին հակասական եւ բարդ իրավիճակ ստեղծվել, եւ ըստ էության այս պահին այդ զեկույցը ունի արխիվացվածի կարգավիճակ։ Բայց խնդիրը նաեւ այլտեղ է, ի սկզբանե, երբ որ քննիչ հանձնաժողով ստեղծվելու մասին որոշում եղավ, խմբակցության դիրքորոշումը եղել է շատ հստակ, պատերազմի ժամանակ պաշտոն եւ քաղաքական պատասխանատվություն զբաղեցնող անձինք իրենք չեն կարող որևէ հանձնաժողովի միջոցով արդար եւ օբյեկտիվ քննություն անցկացնել եւ ըստ այդմ ընդգծել մեղավորների պատասխանատուների շրջանակը։ Բայց հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ ըստ էության այդ քննիչ հանձնաժողովը գործել է, եկել է բավականին հակասական կետի է ասել։ Ես ինքս միանգամից ասեմ, որ ծանոթացել եմ քննիչ հանձնաժողովի զեկույցին, շատ ասելիք կա այս մասով, ուղղակի բովանդակությունը, գաղտնիության ռեժիմը հնարավորություն չի տալիս շատ բարձրաձայնելու, բայց յուրաքանչյուր պարագայում կա իշխանությունների խոստումներն ու հավաստիացումները, որ այդ զեկույցը պետք է բավարարի թեմայի հիմնական շահառուներին, բայց ըստ էության իշխանությունների խոստումը չի տվել։ Ես ինքս առիթ ունեցել եմ սրա մասին հրապարակային խոսելու, նաև տարբեր ծնողների հետ այս մասով խոսելու, մեր խմբակցության մոտեցումը այս մասով շատ հստակ է, մենք օբյեկտիվ ենք համարում այդ պահանջը եւ մեր հնարավորությունների չափով սատարելու ենք այդ նախաձեռնության արդարացի հանգուցալուծմանը։ Երկրորդ մասով նաև ուզում եմ հիշեցնել, որ նաև 3 զուգահեռ ակցիա տեղի ունում գլխավոր դատախազության առաջ, որտեղ պատերազմում նահատակված մեր հերոսների ծնողներն էին հաղորդում ներկայացնում հանցագործության մասին, որը թեման վերաբերում էր Նիկոլ Փաշինյանի խորհրդանի ամբիոնից հնչեցրած հայտարարություններից, որոնք ըստ էության ոչ միայն քաղաքականապես են բավականին սնանկ, այլ նաև դրանք հակադրության մեջ են նախկինում նրա արած տարբեր հայտարարությունների հետ, բայց ծնողները եւ նրանց աջակցող նաեւ իրավական թիմը բնականաբար ունի այդ օբյեկտիվ հիմքերը եւ անկախ այն հանգամանքից, որ մեր երկրում այսօր շատ դժվար է խոսել օբյեկտիվ քննության մասին, խոսել իրավապահ համակարգի օրենքի շրջանակներում գործելու մասին, բայց համենայն դեպս ես ինքս եւս ինչպես տարբեր այլ առիթներով ինքս նաեւ սատարում եմ այդ նախաձեռնությանը պայքարին, որոնք ծնողները սկսել են պատերազմից հետո եւ վճռական են դրանք իրենց ավարտին հասցնելու մասով։ Եվ երրորդ դրույթը, որին ուզում եմ անդրադառնալ, դա վերաբերում է մի թեմայի, որը կարծես թե հավերժ է դարձել այդ պատերազմյան փուլում եւ բավականին ակտիվացել է 23 թվականի Արցախի դեմ իրականացված ագրեսիայից հետո։ Խոսքը վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների եւ մասնավորապես իշխող ուժի առաջնորդի հնչեցրած այն մոտեցմանը, որ արցախցիները
փախել են, ընդ որում այս թեման տարբեր փուլերում, տարբեր տրամաբանության մեջ որոշակի տրանսֆորմացիա է ենթարկվել, բայց դրանից իր էությունը չի փոխվել։ Սա հետ կապված, գիտեք, բազմաթիվ գնահատականներ, մեկնաբանություններ կան, որոնք տարբեր կոշտության եւ սրության մեջ կարելի է ներկայացնել, բայց մեկ հարցադրում եմ ուզում անել, որը միգուցե հռետորական է, միգուցե հռետորական չէ, որը հետեւյալն է. եթե 23 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի պայմաններում արցախցիները չեն կռվել, ապա ինչպես է պատահել, որ նույն այդ պատերազմական գործողությունից հետո ճակերտավոր չկռված պաշտպանության բանակի հրամանատարը իր ծառայությունը շարունակում է Հայաստանի զինված ուժերում։ Սա երկու բան կարող է նշանակել։ Առաջինը կամ Նիկոլ Փաշինյանը ստում է, այսինքն հերթական անգամ ապատեղեկատվության միջոցով փորձում է մանիպուլացնել դաշտը, կամ երկուս Նիկոլ Փաշինյանի համար նպաստավոր է բոլորային իրավիճակները, երբ որ զինված ուժերում ծառայություն են անցնում մարդիկ, որոնք իր գնահատականներով փախածներ են։ Այսինքն կարծում եմ, որ բոլորի համար հասկանալի է, որ երկու ճանապարհի պարագայում էլ իշխանությունը որևէ արդարացում այստեղ չի կարող ներկայացնել։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ 23 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Արցախի պաշտպանության բանակը ունեցել է շուրջ 250 նահատակության դեպք արձանագրված, առ այս պահը ընդհանուր առմամբ 33 մարդ անհետ կորածի կարգավիճակ ունի եւ իդեպ այդ մասով էլ որևէ էական աշխատանք իշխանությունը չի տանում։ Դեռ չեմ խոսում այն մասին, որ այդ մարդիկ պատերազմից առաջ 9-10 ամիս գտնվել են բլոկադայի մեջ, բոլոր առումներով խնդիրներով, էներգակիներից սկսած մինչև տարական էլեմենտար կյանքի ապահովման միջոցներ։ Դեռ չեմ խոսում քաղաքական այն հայտարարությունների մասին, որոնք ադրբեջանական հարձակման օրերին Հայաստանի իշխանություններն էին անում իրենց չմիջամտելու, որևէ կերպ չգործելու եւ ըստ էության դրանով նաեւ կանաչ լույս վառելով ադրբեջանական ագրեսիայի, իսկ հետագայում դրա լեգիտիմացման մասով, եւ այս տեսանկյունից կարծում եմ, որ չկա որևէ բանական մարդ կամ եթե կա նույնիսկ իրենց թիվը շատ ավելի փոքր է, որը ստեղծված իրավիճակում իրողությունները օբյեկտիվ դիտանկյունով չի կարողանում գնահատել եւ իր համար հստակ չէ, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ինչի են ուղղված եւ իրականում ինչ խնդիրներ են լուծում։